Բարի լույս հարազատներս, ոնց ենք, հուսամ բոլորդ լավ եք, այսօր պատրաստում ենք սուտ տոլմա, բավական համով, շատ համով, ես դա ուղղակի ձեզ խոստանում եմ, բաղադրությունները շատ հեշտ են, շատ մաչելի են և ովքեր որ պահքի մեջ են, շատ հարմար ուտեստ է, անպայման դուք էլ պատրաստեք, դե ինչ, սկսեցինք. Okay, հարազատներս, սկսում ենք պատրաստելը մեր սուտ տոլման, այսպես ասած կիսուրենցս բարբարով, յալանչի տոլմա, չգիտեմ էլ այդ բառը որտեղից է գալի, բայց այդպես են իրան կանչում, ուրեմն հարկավոր է մեզ լինելու սամիտ, բավական շատ քանակությամբ, գլխավոր քանակությունն է սա, մաղադանոս է պետք լինելու, եթե հնարավոր է սա կրկնակի ու եռակի չափով պետք է անեք սամիթը մեջը անպայման, լոլիկ է պետք գալու, գունավոր պղպեղներ, եթե ունեք մի քիչ պետք է հարկավոր է լինելու, սա ես ինքս եմ ուղղակի դնում մեջը, կարիքը չկա, ուղղակի սառնանում շատ-շատերի մոտ, ասի դնեմ մեջը ուղղակի գնա, սոխ բնականաբար, բրինձ, մեկ բաժակ, և լոլիկի մածուն ու ձեթ համեմունքներ, այդքան բան, շատ բան չի լինելու, հիմա որպեսզի շատ ժամանակ չխլի մեզանից, ես անպայման այս բոլորը մանրացնելու եմ ու միանգամից կհանդիպենք արդեն մանրացրած վիճակում. Եթե նկատում եք արդեն կանանչին էլ եմ մանրացրել, սոխն էլ է արդեն աղացած, բիբարը և լոլիկները, բոլորը արդեն, չենք մոռանում բրինձը անպայման լվացված է լինի, okay? Հիմա տեղափոխվում ենք արդեն գազօջախի մոտ, okay, հարազատներս արդեն գազօջախի մոտ ենք, գազը միացրել եմ, ես ինձ հարկավոր է լինելու բանջարեղային ձեթ, մոտավորապես 70 գրամի չափով, շատ քիչ տաքանալուց հետո միանգամից սոխը վրան կավելացնենք, ժարիճ չենք անելու, այնքան որ պետքա թողնի, թեթև թողնի, այդքան բան, ու գնալով կավելացնենք մնացած բաները, okay, հարազատներս, ուրեմն հիմա ավելացնենք առաջինը սոխը, Եթե ժամանակ ունեք, չեք շտապում, որ ձեռքով կտրծեք սոխը և ամեն ինչը կանանչիները, ավելի գերադասելի է բնականաբար, եթե շտապում եք ինպես, ուրեմն ես աղացել եմ մեքենայով. Մոտ 2 րոպե ինքը արդեն որ կսկսի իրան թողնելը, փափկի մի քիչ, կավելացնենք արդեն մնացած բաները. Տեղաղացած գունավոր պղպեղները, Ես պատրաստում եմ իմ սկեսյուրի ձևով, բայց որ ինքն է նույնպես պատրաստում, բավական շատ համով այն միջալուց ասեմ իրա պատրաստման եղանակը, ավելացնում եմ լոլիկը, աղացած, և մոտավորապես 2-3 ճաշի գթալ էլ ավելացնել եմ այսպիսի աղացած լոլիկի մածուկ,
Շատ չին ավելացնենք աղ, ավելացնել եմ սև փոշի պղպեղ։ Այս համեմունքները արդեն ըստ ձեր ցանկության, ինչքան որ դուք սիրում եք, ժողովուրդ ջան։ Եվ հալեպի պղպեղ, փաթիլները մի քիչ, շատ չեմ դնելու սա։ Ընդհանրապես սա չեն էլ դնում, ուղղակի մենք սիրում ենք կծու, դրա համար շատ չին եմ դնում։ Եվ ավելացնում ենք կանաչիները մեր բոլոր մանրացրած։ Տակը մի քիչ արդեն թուլացնում ենք, որտեվ չենք ուզում, որ ժարիտ լինի, նենց անուշոտ է գալի ժողովուրդ, վայ, մարդքի չամանում սենց ուտի արդեն։ Մեր շատ չափից ավելի չացրեցինք տակը։ Մոտ մի 1 րոպե, 1.5 րոպեի չափով ինքը, որ արդեն մեջը մի լավ կփափկի, կավելացնեմ բրինձը։ Ես մոռացել էի, լիմոն պետք է ավելացնեմ մեջը։ Մի րոպե լիմոնը բերեմ։ Ժողովուրդ ջան, եւ 1 հատ լիմոն պետք է ավելացնեմ։ Հիմա սոկը կհանենք։ Մանես լիմոնը հանելու համար մարդ պիտի շտանգիստ ելնի, ես ինչ դժվար է գալի։ Շատ պինդ լիմոն էր։ Okay, արդեն ասել է պատրաստ, ավելացնում ենք բրինձը արդեն մեջը։ Չեն մոռանում ժողովուրդ ջան, անպայման սամիթը շատ ենք վերցնում։ Միշտ հիշեք, սամիթը ամենաշատ մեծ դեր տանողն է լինելու մեջը համի առումով։ Բավական համով է սարքում եւ արժենում է։ Okay, եւս 2 րոպե շուրումուր կտանք ու կանջատենք։ Մի հատ հələ աղի համնայենք։ Օ, աղի կարիքա կա ավելացնելու։
Աղն էլ է նորմալացե և իրան անջատելու ժամանակն է դա արդեն։ Մասը անջատում ենք, լցնում ենք առանձին ափսեի մեջը, նախ որ շուտ սառի, մենք էլ պատրաստենք արդեն թուփերը մեր։ Okay, Ժորժ ջան, այս անգամ հայկականը չեմ վերցրել, անցած անգամ անկեղծ կլինեմ, հայկականը վերցրել էի ու թափեցի, գրեթե ամբողջ բանկան թափվել է։ Հիմա հուսով եմ, որ գոնե սրանք լավը կլինեն։ Okay, հարազատներս արդեն լվացել եմ և հիմա եթե նկատում եք, բավական հաջող է իմիջիալոց ասեմ։ Ես ինչ բան է։ Ուրեմն արժի, Լոս Անջելեսում ապրողներ բավական հաջող է այս ֆիրման, անպայման կարնեք։ Սա խնդիր է մեր հայկանանց մոտ թփի տոլմայի համար պատրաստվող թուփ ճարելը խնդիր է մեր մոտ, որը առնում ես կամ բանի պետք չի լինում, կամ չգիտեմ շատ հին են լինում, փչացած են լինում մեջինները, բանկայի կեսը թափվում է ու տենց։ Սա բավական հաջող էր ու լավն էր, ինձ դուր եկավ։ Okay, սա էլ սենց։ Ուրեմն տակի հատվածը անպայման ծածկում ենք թուփով, կամ եթե կաղամբը լինելու է մեջը կաղամբով էլ եք անելու, կաղամբով էլ կարող եք ծածկել, բայց քանի որ մենք միայն թուփ ենք օգտագործելու այսօր, ուրեմն թուփ եմ շարում։ Չպատկերացնեք, որ ես էքսպերտ եմ ու շատ սիրուն անում եմ, չէ, սովորական ձելանից մեկն էլ ես եմ։ Այնքան որ մեր տանիցիները սիրում են այս տոլման։ Հիմա պատրաստում ենք դա։ Չեմ կարծում սրա փաթաթելու ձևը արժի ցույց տալ, որտեղ վստահ եմ գրեթե բոլորը գիտեն։ Բայց եթե իրոք հարց ունեք, ուրեմն ասեմ, որ փայլող մասը ներքևի հատվածը պիտի ընկնի փաթաթելու ժամանակ, այս փայլող հատվածը ներքևի հատվածն է, այս շորշափվող մասը, որ նկատվում է, դա վերևի հատվածն է, որ պետք է մեջը ընկնի փաթաթելուց։ Դա այն մարդկանց համար, ովքեր չգիտեն, բայց վստահ եմ 99%-ը գիտեն։ Հələ ես ուզում եմ բիբարների մեջ է դնեմ։ Հիմա դրանք է գնամ հանեմ բերեմ, որտեվ սարնարանի մեջը նոր քիչ առաջ էր, մտածում էի, որ բիբարների մեջ է դնեմ։ Սկեսյուրես կաղամբով էլ անում, բիբարով էլ անում և բնականաբար թփով էլ անում, ամեն ինչով անում, բոլորն էլ համով եմ, բոլորը, մեկը մեկից լավ է։ Լիմոնը եթե նկատեցիք մեջը որ դրեցի, մի հատ լիմոն եմ դրել, եթե լավ թթու է, եթե լավ թթու չի քաղցրոտ է լիմոնը լինելու, 2 հատ դրեք, կդնեք հետո կհասկանաք ինչ էի ասում, շատ համեղ է սարքում, շատ, համը ընտիր է գալի։ Ձեր մոտ էլա, ձեր երկրում էլա, թուփի հարցը խնդիր է այսպես, հետաքրքիր է, վստահ եմ Հունաստանում շատ լավ թուփեր կլինեն, Հունաստանից նայողներ, արձագանք եք հասկանամ, տենամ ձեր մոտ ոնց է այս թուփի հարցը,
Էլի բերում խափում ծախում են ժողովրդի վրա, թե նորմալ մի բան է այդտեղ։ Իմ կարծիքով Հունաստանում պիտի որ լավ լինի այս թուփի հարցը, որտեղ իրանք էլ բավական ուտելիքներ ունեն մեր հայկականի նման, որ թուփով է էլի պատրաստվում։ Հիմա դնեմ ես արագ մուդի վրա, ժողովուրդ ջան, որպեսզի ձեր ժամանակն է շատ չտանեմ, ես էլ վերջացնեմ։ Okay, ժողովուրդ ջան, որոշեցի բիբարներն էլ դնեմ անպայման։ Սրանք է շատ համով են լինում։ Եթե փոքրիկ բիբարներ ունեք, կարող եք փոքրիկ բիբարներ օգտագործել։ Ես մեջը ծակում եմ մի քիչ, որտեղ ինքը մեծ բիբարներ են, որ մեջը հասցնի եփվելը։ Ու ընդհանրապես մեծ բիբարներ օգտագործելուց տոլմա եփելու ժամանակ եմ ուսով տոլմա, անպայման ծակում եմ մեծ բիբարները, որպեսզի մեջը նորմալ եփվի։ Հիմա սա լվանամ։ Բայց խոսք եմ տալի, համը, մի հոյակապ համա լինելու, անպայման պատրաստեք ժողովուրդ ջան, հատկապես զատիկի ժամանակն է հիմա արդեն հսա գալի եւ պասի համար էլ բոլորը բանջարեղեն է, չկա ոչ մի բան կենթանական այստեղ։ Okay, հիմա վերջ, ասել եւ մի հատիկ էլ անենք։ Մեզ մոտ ասում են vegetarian, այն մարդիկ ովքեր որ ու չես էլ կարա տարբերես, որ մսով է, թե բանջարեղենով է, այնքան նման է մսին համը։ Ես ուղղակի էդի խոսք եմ տալի ձեզ, պատրաստեք ու հետո կհիշեք իմ ասածը։ Ժողովուրդ ջան, եթե նկատում եք, արդեն ես փաթաթել եմ, վերջացրել եմ, հիմա վրան ջուր պետք է ավելացնենք, ես կողքից եմ ավելացնում, պետք է իրան գա ծածկի անպայման, որտեղ բրինձը սիրում է ջուր, քաշելու է ամբողջը ինքը։ Մի քիչ էլ բերեմ ավելացնեմ։
Okay, so հիմա ծածկելու ենք և դնելու ենք մարմանդ կրակի վրա եփվելու։ Եվ կրակը դնում ենք մարմանդ կրակի վրա և դնում ենք եփվելու։ Okay, հարազատներս, եթե նկատում եք, արդեն ինձ մոտ եփվել է, հիմա մի քիչ կթողնեմ կսառի և առանձնացնենք, կդնենք արդեն ափսեի մեջ, որպեսզի համնետեցնենք։ Okay, հարազատներս, արդեն պատրաստ է, իհարկե լիովին չի սառել, սուտ տոլման ընդհանրապես պետք է մի լավ սառի և անգամ ուտելուց հետո, եթե ավելանում է, պիտի դնենք սառնարանը, ծածկենք վրան և դնենք սառնարանը և մատուցելուց սառը վիճակով ենք անպայման մատուցում, տաք վիճակով չենք մատուցում։ Հիմա մի հատ վերցնենք իրար հետ, գնայենք համել համը, այնքան կուզենայի ձեզ հյուրասիրեի, հիմա այստեղ ելնեիք, ձեզ մեծ սիրով կհյուրասիրեի։ Ուզում եմ ցույց տամ մեջի հատվածը, որ բացեմ լիովին, որ ձեր համար է պարզ ելնի։ Լիովին ինքը եփված է, մեջը։ Նա փոքրիկ համնել կնայեմ։ Ընտիր եփվել է, բացի այն, որ լավ եփվել է և համն է ընտիր, թեթև թթվայնություն կա, շատ անուշ։ Անգամ չես ասի, որ սա մսով տոլմա չի, սա սուտ տոլմա է, անգամ դա չեք կարող ասել։ Իրոք անպայման պատրաստեք, անուշ անեք շոուրջան, շատ հեշտ է պատրաստվում, շատ թանկանոց բաներ չի գնում մեջը, բայց բավական առողջարար է և ովքեր որ պահք են պահում, իրանց համար է բավական հարմար մի ճաշատեսակ է, որ կարող են ուտել և առանց պահքը խախտելու։ Okay, հարազատներս, վերջացրեցինք, կարծում եմ ձեզ դուր եկավ, անպայման դուք էլ սարքեք, վստահ եմ շատ կսիրեք, ձեզ լավոր եմ մաղթում, առողջ եղեք, երջանիկ եղեք, կհանդիպենք հաջորդ վիդեոներում։